Բարերեկո դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Հայաստանում է Սլովակիայի վարչապետը Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը, որից հետո երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով։ Իսկ ավելի ուշ երկու երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով։ Պիտի ընդգծեմ, որ այս այցը իհարկե շատ խոսուն վկայությունն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության եւ ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, այո հենց աջակցությունների, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով, իհարկե հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ եւ մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար արդեն այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի ունենալու գարնանը եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար եւ ընդհանրապես եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է եւ այդ հարցում նույնպես ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին եւ ստացել աջակցությունը ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։ Իհարկե մեր համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են եւ մենք պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջիկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա, քաղաքական եւ երկխոսություն, մասնավորապես այդ թվում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները եւ այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ օրակարգեր եւ կոնկրետ նախագծեր։ Հարգելի պարոն վարչապետ, դուք նշեցիք միջուկային էներգետիկան։ Մենք Հայաստանը եւ Սլովակիան նույն ռեակտորներն ունենք։ Ես ձեզ ներկայացրի, թե որն է մեր տեսլականը, ինչ ենք ուզում անել Սլովակիայում մեր ատոմակայանի հետ կապված։ Մենք խոսում ենք օգտագործված միջուկային վառելիքի մասին։ Դուք եւ մենք ունենք մասնագիտացած ընկերություններ։ Եկեք նրանց միավորված ջանքերի միջոցով հրաշալի համագործակցություն ունենանք։ Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է։ Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը։ Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի եւ մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն եւ միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիսատլանտյան դաշինքից։ Ես պարոն վարչապետին տեղեկացրի երկակի օգտագործման նախագծերի մասին։ Մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին մենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում։ Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել։ Հաջորդ ոլորտն ընդհանուր փորձի փոխանակումն է։ Ինչպես դուք նշեցիք, պարոն վարչապետ, եթե հետաքրքրված եք, մենք ուրախ կլինեինք ձեզ ներկայացնել մեր փորձը Եվրամիության հետ կապված, որտեղ ենք թույլ տվել սխալներ կամ որտեղ հաջողության ենք հասել։ Հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ, որ մենք կկարողանանք ձեզ ներկայացնել լավագույն փորձը, լավագույն պրակտիկան։ Սլովակիայում գտել ենք որոշ լուծումներ, օրինակ պետական գնումների ոլորտում կամ ռազմավարական ներդրումների մասին օրենքի տեքստում։ Ես համոզված եմ, դուք էլ կունենաք հետաքրքիր բաներ, որոնցից կարող ենք դասեր առնել։ Երկուստեք կարող ենք միմյանցից սովորել։ Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Իսկ Միրզոյանն իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք են տալիս։ Նախարարները խոսել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Մենք այժմ Ադրբեջանի հետ ունենք համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ եւ ինչպես նախկինում այսօր եւս մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ այդ պայմանագրի ստորագրման
տեղը, ժամանակը Ադրբեջանի հետ քննարկելու եւ որոշելու համար ընդհանրապես մեր շուրջ խաղաղ եւ անվտանգ միջավայր ձևավորելը մեր տարածաշրջանը նկատեմ անմիջական հարաբերությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, առաջնահերթություններից է։ Մենք նաև տեղյակ եք հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցություն ունենք Թուրքիայի հետ եւ տրամադրված ենք ամբողջապես նոր խաղաղ անվտանգ տարածաշրջան կառուցելուն համենայն դեպս մենք Հայաստանի Հանրապետությունը մեր կողմից այդ ուղղությամբ բոլոր քայլերը անում ենք եւ պատրաստ ենք շարունակել Ես եկել եմ եւս մեկ անգամ հավաստելու Ֆրանսիայի աջակցությունը, որը նախագահ Մակրոնի ակնկալիքով պետք է լինի կայուն, ամբողջական եւ անխախտ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դժվար բանակցություններին, որոնց արդյունքում արդեն իսկ համաձայնեցվել է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ցանկանում եմ ընդգծել վարչապետ Փաշինյանի համարձակությունը։ Ժամանակն է համաձայնագիրը ստորագրելու եւ ավերացնելու։ Այդ մասին են ասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ ամբողջ Եվրոպան, աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք պետք է ներկայացնենք մեր փաստարկները, լսենք ադրբեջանական կողմին եւ փորձենք այնուամենայնիվ լուծում գտնել եւ հենց սա էլ ընդհանրապես որևէ հարցում բանակցությունների իմաստն, եթե վերցնենք որևէ խնդիր, որտեղ կան երկու հակադիր դիրքորոշումներ եւ ընդունենք այդ երկու հակադիր դիրքորոշումները որպես վերջնական, ապա աշխարհում բազմաթիվ հարցեր չէին լուծվի, բայց մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովը կազմակերպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանի դիտորդ հետազոտական հիմնադրամի հետ համագործակցությամբ, որին մասնակցում են 80-ից ավելի պետությունների պաշտոնական, փորձագիտական, ակադեմիական, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, վերլուծաբաններ։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովին բացման խոսքով հանդես եկավ արտգործնախարար Հարարատ Միրզոյանը, նավարկելով անհայտության միջով։ Սա Երևանյան երկխոսություն համաժողովի այս տարվա թեման։ Աշխարհը շատ արագ է փոխվում։ Այսօր մեր առջև կանգնած անորոշությունը մեծ է, սակայն մենք ավելի պատրաստված ենք, քան մեր նախորդ ցանկացած սերունդ, ընդգծեց Հարարատ Միրզոյանը։ Հայաստանը հստակորեն ընտրել է առաջ շարժվելու ուղին, հաղթահարել առճակատումը եւ խթանել համագործակցությունը, ավելի լավ կապակցվածությունը եւ կայուն տնտեսական աճը։ Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում։ Կառուցել ապագա, որը ձևավորողը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլև լավատեսությամբ եւ հույսով լի տեսլականը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա։ Պատմությունը հայտնի է։ Այն չի կարող մոռացվել։ Այն չի կարող վերաշարադրվել։ Այդ թվում կեղծ պատմույթների միջոցով, ինչպիսիք ոմանք կձգտեն տարածել, եւ թեպետ սպիները մնում են եւ ամոքումն ընթացքի մեջ է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։ Այնուամենայնիվ մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ եւ վստահության կառուցմամբ։ Հայաստանի տեսլականը հստակ է։ Մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում, տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար օրգանքով եւ որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ, ինչպես նաև մյուսների հետ ունեցած ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացում։ Արտգործնախարարից հետո վարչապետը ներկայացրեց իր մտորումները, թե հնարավոր է արդյոք տևական եւ կայուն խաղաղությունը հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանը խոսեց համաձայնեցված պայմանագրի մասին, անդրադարձավ նաեւ երկու պահանջներին, որոնք առաջ է քաշում Ադրբեջանը։ Խոսքը եվրոդիտորդների դուրսբերման եւ Մինսկի խմբի լուծարման մասին է։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ ԵԱԿ-ի Մինսկի խմբի լուծարման օրակարգը ընդունելի է մեզ համար եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք համոզվել, որ հավաստիանալ, որ մենք եւ Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել եւ արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինչու ենք այսպես ասում, որովհետեւ գիտեք, որ դժբախտաբար վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ը անվանել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել արևմտյան Ադրբեջան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ որն է մեր առաջարկը ապագայի համար։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Հաջորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի սահմանադրությունը իբր պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Այդ հարցի հստակ պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, որ մեր սահմանադրությունում չկան այդպիսի պահանջներ։ Վարչապետը նաև հիշեցրեց, որ եթե համաձայնագիրը ստորագրվի, այն ուղարկվելու է սահմանադրական դատարան, որպեսզի ստուգվի փաստաթղթի համապատասխանությունը սահմանադրությանը։ Քիչ հավանական է, որ դատարանը որոշի, թե խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը։ Այնուամենայնիվ, եթե լինի հենց այդ տարբերակը, ինչ է պատրաստվում անել կառավարությունը։ Ազնիվ ասեմ, այդ պարագայում ինչպիսի դիրքորոշում կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ անձամբ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը եւ խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն եւ կփորձենք եւ կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին։ Վավերացումից հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում։ Իսկ Ադրբեջանի սահմանադրությունը ունի Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ, շարունակեց Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը սակայն այդ հարցը առանձին չի բարձրացնում, քանի որ պայմանագիրը այդ խնդիրը հասցեագրում է։ Վարչապետը անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանի արդեն սահմանազատված հատվածին, որտեղ իր խոսքերով 100%-անոց անվտանգության երաշխիքներ կան։ Ապա խոսեց խաղաղության խաչմերուկ ծրագրի կարևորության մասին։ Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, թե կայուն եւ հարատև խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև հասանելի։ Մենք վճռական ենք, մենք հանձնառու ենք խաղաղության նորակարգին, մենք պատրաստ ենք շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ, այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման կետին եւ այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին եւ կտրականապես կփոխեն իրավիճակը եւ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը եւ մենք իհարկե հավատարիմ կլինենք այդ օրակարգին եւ ամեն ինչ կանենք, ամենը ինչ մեզնից կախված է, իհարկե հարգելով իմ արդեն նշած սկզբունքները եւ իմ համոզմունքը տիկնայք եւ պարոնայք այն է, որ իհեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների եւ այլն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ դա շատ միանշանակ է ինձ համար, շատ շնորհակալություն։ Շանթերոստանկերություն, Հորիզոն։
Ադրբեջանի հետախուզական ծառայությունները հատուկ գործողություն են իրականացրել Ռուսաստանի տարածքում, որի արդյունքում հայտնի թալիշ ակտիվիստ Զահրետին Իբրահիմովը կալանավորվել է ու անհայտ ճանապարհով տեղափոխվել Բաքու։ Այնտեղ նրան մեղադրել են Հայաստանի գործակալ լինելու մեջ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ կոնկրետ որ հոդվածներով է մեղադրանք ներկայացվել։ 71-ամյա թալիշ ակտիվիստին ադրբեջանի իշխանությունները մեղադրել են պետական դավաճանության մեջ։ Շատ տարօրինակ է, չէ՞, հաշվի առնելով այն, որ Զահրետին Իբրահիմովը Ռուսաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքացի է։ Իբրև թե 2005-ից 2020 թվականները նա համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, հանձնարարականներ է ստացել, որի նպատակն է եղել հրահարել Ադրբեջանում անջատողական շարժում։ Եվ այսօր առավոտյան նրա որպես փաստաբան ներկայացած Սիայրա Ալիևան հայտարարել է, թե իբրև թե նա ճանաչել է իրեն մեղավոր եւ խոստովանական ցուցմունքներ է տալիս։ Այստեղ եւս տարօրինակ փաստաբան է, ավելի շատ նման է դատախազի քան փաստաբանի, սակայն Ադրբեջանում նման գործերով անցնող մեղադրյալների փաստաբանների մեծ մասը ավելի շատ իսկապես նմանվում են մեղադրողի դատախազի։ Եվ ինչն է հատկանշական, Զահրետին Իբրահիմովին տեղավորել են նույն այն մեկ ուսարանում, որում գտնվում է Ռուբեն Վարդանյանը։ Դրանով եւս ինչ որ բան են ուզում ասած լինեն։ Ինչ է հայտնի Իբրահիմովի մասին։ Դե հայտնի է, որ նա միշտ ընդդիմադիր հայացքներ է ունեցել, պայքարել է թալիշների եւ Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար, եղել է ժամանակին Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների կոմիտեի նախագահ, բայց 97 թվականին դեռևս նա տեղափոխվել է Ռուսաստան, ուր բնակություն է հաստատել Եկատերինբուրգ քաղաքում, իսկ 2002 թվականին ստացել է Ռուսաստանի քաղաքացի եւ այդ օրից Ադրբեջանի քաղաքացի այլևս չի հանդիսանում։ 2010 թվականին Ռուսաստանում հիմնել է թալիշական մշակութային կենտրոն, որի նպատակն է թալիշերեն լեզվի, ավանդույթների պահպանումը եւ քարոզը։ YouTube-ում մի ալիք էր վարում, որում նույնպես քարոզում էր թալիշական մշակույթը, լեզուն, ավանդույթները եւ այլն։ Հայաստանի հետ իր միակ կապը հանդիսանում է նրանում, որ 2 անգամ մասնակցել է Ծաղկաձորում անցկացված թալիշագիտությանը վերաբերող գիտաժողովին եւ որ անձամբ ծանոթ է եղել հայ արևելագետ Գառնիկ Ասատրյանին։ Դրանով սահմանափակվում է իր կապը Հայաստանի հետ։ Բայց ինչն է հատկանշական, ժամանակին մի քանի տարի առաջ ինքն է փորձել գալ Ադրբեջան հարազատներին տեսակցելու, սակայն Ադրբեջանի իշխանությունները դրա իրավունքը նրան չեն տվել եւ վտարել են հենց օդանավակայանից։ Տարիներ անց իրենք են Ռուսաստանի տարածքում նրան ձերբակալում, առևանգում, ինչ որ անհայտ ճանապարհով տեղափոխում Ադրբեջան եւ այնտեղ դատում։ Եթե թաքցնելու բան ուներ, ինչու էր ինքը համաձայնվում մեկնել Ադրբեջան։ Ես կարծում ինչպես են կազմակերպել Իբրահիմովի տեղափոխումը Ադրբեջան։ Հայտնի է, որ մարտի 26-ին նա առավոտյան դուրս է եկել տնից նպատակ ունենալով մեկնել աշխատանքի, սակայն տեղ չի հասել։ Պաստորեն կորել է, անհետացել է, որը ժամանակ անց միայն մի կին զանգահարել է հարազատներին, հայտարարել է, որ նա այժմ Ադրբեջանում է եւ որ իրեն մեղադրանք է ներկայացվել։ Հարազատները դիմել են եւ անվտանգության ծառայություններ, եւ ոստիկանություն, եւ քննչական կոմիտե, պարզելով թե ինչպես կարող էր իրենց հարազատը, ով Ռուսաստանի քաղաքացի է, հայտնվել Ադրբեջանում եւ այնտեղ իրեն մեղադրանք ներկայացնեին, ոչ մի մեկնաբանություն Ռուսաստանի իշխանությունները չեն տվել, լրագրողների եւս հրաժարվել են մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Իսկապես սկանդալային պատմություն է, այսպես կամ նրան առևանգել են եւ տեղափոխել են Ադրբեջան, կամ գործ ունենք իրավապահների միջև տեղի ունեցած գործարքի հետ։ Եվ երկու դեպքն էլ մեղմ ասած պատիվ չեն բերում Ռուսաստանի իրավապահներին եւ նույնիսկ դժվարում եմ ասել թե դեպքերից որն է ավելի անպատվաբեր հաշվի առնելով այն որ Իբրահիմովը Ռուսաստանի քաղաքացի է իսկ ըստ օրենքի Ռուսաստանը իր քաղաքացիներին այլ երկրներ չի արտահանձնում եւ եթե նրանք անգամ մեղավոր են դրանք պետք է դատվեին հենց Ռուսաստանի տարածքում Արդյոք իսկ ինչի հետ է կապված վերջերս Ադրբեջանում այսպես թափառած թալիշների դեմ թալիշ ակտիվիստների դեմ պայքարը
Զանգվածային արշավ է սկսվել թալիշ ակտիվիստների, մտավորականների դեմ եւ դրա նպատակն է այսպես ճնշել ինքնագիտակցության հնարավոր զարթոնքը Արցախյան երկրորդ պատերազմից հետո թալիշ ակտիվիստներից շատերը մտածում են իսկ միգուցե նման էթնիկ զտում տեղի ունենա նաև Ադրբեջանի հարավում, ուր կոմպակտ բնակվում են թալիշները, կամ միգուցե իրենք սխալվել էին, երբ չէին սատարել հայերին, ովքեր նույնպես պայքարում էին սեփական իրավունքների համար։ Եվ ահա արդեն որերորդ շաբաթն է, ինչ հերթով ձերբակալում են թալիշ ակտիվիստներին եւ Ադրբեջանում եւ Առևանգում կամ ուրեմն բերում են այլ երկրներից։ Մասնավորապես մի քանի օր առաջ Բելարուսի քաղաքացի թալիշ հեղինակավոր գիտնական Իգբալ Աբիլովին 18 տարվա ազատազրկման են դատապարտել Բաքվում։ Մինչ այդ էլ մի շարք թալիշ ակտիվիստների նույնպես երկար ուրեմն ազատազրկման ժամկետների են դատապարտել։ Նրանցից մի մասը ընդամենը այն պատճառով, որ եղել են Հայաստանում եւ ծանոթ են եղել հայ արևելագետների հետ, իսկ մի քանիսն էլ պարզապես որ քարոզել են տարածումը թալիշական լեզվի եւ ավանդույթների։ Շնորհակալություն Արսեն։ Ավարտվեց հորիզոնային թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ 2026 թվականի գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում տեղի կունենա։ Այս մասին օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Այս օրերին էլ Երևանում անցկացվում է Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումը, որտեղ արդեն իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հայտարարություններ են հնչել։ Ինչ նշանակություն եւ կարեւորություն կարող են ունենալ այս միջոցառումները Հայաստանի համար, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Հանրապետություն կուսակցության նախագահ Հարամ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Մինչ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին անդրադառնալը, ես առաջարկում եմ մի քանի այսպես ներքաղաքական հարցերի անդրադառնանք, հատկապես նոր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին, որովհետև այդ միջադեպից հետո սա մեր առաջին ըստ էության հարցազրույցն է։ Տեսեք, չնայած նրան, որ սկզբում ձեր կուսակցության ներսում դեմ էին, որ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական ներկայացնի, բայց դա տեղի ունեցավ։ Եթե չեք ցանկանում, ապա ինչու գնացիք այդ քայլին։ Նախ որոշումը Տիգրան Տեր-Մարգարյանինն էր, որովհետև կա քրեական գործ, քրեական վարույթ եւ այդ համատեքստում պետական պաշտոն զբաղեցնելը զուտ ժամանակավոր բնույթ էր կրելու, ավելին մեղադրվելու էր, որ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնը օգտագործելով խուսափում է պատասխանատվությունից, որպեսզի նման խնդիր չառաջանա։ Երկրորդ դեպքից հետո բարձրացած աղմուկը հասավ ազգային ժողով մինչև վարչապետ եւ օրվա քաղաքական դաշտի հիմնական թեման էր դարձել, անգամ Ալիևին ու Էրդողանին մոռացած, Պուտինին ու Զելենսկուն մոռացած, ամեն ինչ սկսվում ու վերջանում էր Տիգրան Տեր-Մարգարյանով, ինչը բնական է թե իր ընտանիքում, թե կուսակցության ներսում եւ թե ընդհանուր առմամբ քաղաքական ընդհանուր մթնոլորտում դրական ազդեցություն չուներ եւ Տիգրան Տեր-Մարգարյանը հենց անմիջապես այդ ժամանակ հայտարարեց, որ ճիշտ կլինի, որ ես հրաժարական տամ, որպեսզի ավելորդ շահարկումների խնդիր չառաջանա։ Վերջի վերջո պաշտոնի համար չի, որ մենք պայքարում ենք այս կանտարի, մինչև ես էլ պաշտոն չեմ ունեցել, հետագայում էլ կարող եմ չունենամ, այնպես որ չնայվի խնդիրը, թե կարճել եմ դրանից։ Ես ասացի ողջունում եմ այդ մոտեցումը, նաև շնորհակալ եմ այդ մոտեցմանը համար։ Եվ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական տվեց, ձգվեց դա, որովհետև քաղաքապետ Տիգրան Ավինյանը Լոնդոնում էր, ու քանի որ հրաժարականը ընդունողը, նշանակողը Տիգրան Ավինյանն է, սպասեցինք մինչև Լոնդոնից վերադարձավ ու Տիգրան Տեր-Մարգարյանը այդ հրաժարականը տվեց։ Նորքում քվոտայով Հանրապետություն կուսակցությանն է, մենք մեր տեխնացուին ենք նշանակելու եւ տեխնացուն մեր կուսակցության անդամ է,
կարող եմ նաև ասել, որ Մարատ Սևոյանն է, որը նախկինում աշխատել է Արդարադատության նախարարությունում, աշխատել է սոցիալ նախարարությունում, կենտրոնական ընտրական հանձնաժողովում փորձառություն ունեցող կրթված Արտակ Զեյնալյանի հետ ճանապարհ անցած հին երկրապահ, բավականին երիտասարդ ու շատ լավ տղա է։ Շատ լավ, անցնենք Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, որպեսզի տեղավորենք նաև մեր ժամանակում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ինչ նշանակություն կարող է ունենալ։ Ընդհանրապես Արևմուտքի ու Եվրոպայի հետ ցանկացած շփում դա ապագայի հույս է, դա անվտանգության երաշխիքներ է, դա նոր տեխնոլոգիաներ է եւ դա Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու հնարավորություն է։ Միանշանակ ողջունելի է, որտեղ Հայաստանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է իր ունեցած ընտրություններով, լրատվական դաշտի զբաղեցրած ազատությունների մասով զբաղեցրած տեղով, կոռուպցիայի դեմ պայքարի առումով զբաղեցրած տեղով եւ այս առումով եվրոպացիների հետ շփումը հնարավորություն է տալիս, որ մենք այդ դաշտից չեռանանք, քայլ առ քայլ մոտենանք այն խնդրին, որը մեզ տանում է դեպի այն ընտանիքը, որի անդամն ենք եղել մենք, այսինքն մենք մեր քաղաքակրթական մոտեցումներով, արժեքներով եվրոպական ընտանիքի մաս ենք, ոչ ասիական, եւ այս առումով միանշանակ ողջունելի է նման համաժողովը Երևանում անցկացնելը։ Ես կարծում եմ, որ դա դուր չի գա մեր ռուս գործընկերներին, նրանց կողմից հովանավորվող այստեղ բազմաթիվ քաղաքական կուսակցություններին, բայց դա շատ բնական է եւ թող ինքնադրսևորվի, խնդիր չեմ տեսնում։ Պարոն Սարգսյան, տեսեք, Լավրովի հետ ասուլիսին, սակայն վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Եվրամիությանն անդամակցելու ոչ դիմում ենք ներկայացրել եւ ոչ էլ քննարկում ենք այդ հարցը։ Նախ ինչպես կմեկնաբանեք Արարատ Միրզյանի այս հայտարարությունը եւ սա ինչ ուղերձ է իր մեջ պարունակում։ Գիտեք, նախ պիտի ասեմ, որ Եվրամիության անդամակցելու դիմում ներկայացնելու համար պետք է Հայաստանը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո անցկացնի հանրաքվե, որովհետև դա սահմանադրության պահանջ է։ Մեր կազմակերպած օրինագծով, որ ազգային ժողովը հաստատեց, Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսել են գործընթաց Եվրամիության անդամակցության առումով եւ իմ կարծիքով այս Երևանյան ֆորումը հենց այդ գործընթացի քայլերից մեկն է։ Այսինքն կա հետևյալ մոտեցումը, որ Հայաստանի իշխանությունները տեսականորեն ռուսական հարթակներում ասում են, չէ, մենք Եվրոպա չենք գնում, մենք դեռ հապկում ենք, մենք դեռ ԵԱՏՄ-ում ենք ու մենք ընդհանրապես բալանսավորման կողմնակից ենք, իրականում բալանսավորում չկա։ Իրականում այդ բալանսավորման տարբերությունը շատ մեծ է։ Բալանսավորման մասին կարող է խոսել Ադրբեջանը, որ ոչ հապկ, ոչ ԵԱՏՄ անդամ է, բալանսավորման մասին կարող է խոսել Վրաստանը, որ ոչ հապկ, ոչ ԵԱՏՄ անդամ է։ Հայաստանում բալանսավորման չկա։ Իսկ եվրոպական հարթակներում մերոնք ասում են, որ գիտեք, մեր կախվածությունը տնտեսական, էներգետիկ, ռազմական, անվտանգային Ռուսաստանից շատ մեծ է, օգնեք մեզ, որովհետև մեզ խեղդում են։ Եվ եթե հիշում եք, դեռ Բայդենի կառավարման ժամանակ, երբ նրա պետդեպարտամենտի քարտուղարը հանդիպեց Ուրսուլա ֆոն դեր Լայնի հետ Նիկոլ Փաշինյանին, հիմնական ուղերձը Հայաստանի հետ գործընկերության դիմակայությունն էր։ Ինչին դիմակայել արտաքին եկած ճնշումներին այն ազդեցությանը, ինչ ունի Ռուսաստանը։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի մոտեցումներին, Ռուսաստանը կատեգորիկ դեմ է Հայաստանի որևէ ուղղությամբ քայլեր անելուն, ինքը նույնիսկ իշխանությունների ասած դիվերսիֆիկացիան դիտում է թշնամական համակետում, եւ եթե հիշում եք Լավրովի այցից գալուց առաջ, կարծես պլանավորված այստեղ մամուլի ասուլիս արեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ իմ համար այնքան էլ զարմանալի չէր, ավելի շուտ ընդհանրապես զարմանալի չէր, որ Լավրովի եւ Ռոբերտ Քոչարյանի խոսույթը կամ ուղերձները բացարձակ նույնն էին։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանա, որ մեր երկիր եկող ցանկացած պետական պաշտոնյա գիտի, որ առաջինը ինչ ուզում է հայ մարդուն դա անվտանգությունն է։ Եվ թե Լավրովը, թե Ռոբերտ Քոչարյանը մեզ անվտանգության բարձիկ են փորձում վաճառել։ Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ գիտի, որ այդ անվտանգության բարձիկը ինչ իրենք առաջարկում են, բազմաթիվ անգամներ պայթած է։ Պայթել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, 2021 թվականին Սևլճի շրջանում եւ Սյունիքում, 2022 թվականին Ջերմուկում, 2023 թվականին ընդհանրապես բոլորի աչքի առաջ այդ պայթեց։ Ես շատ ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա,
որ Ռուսաստանի հետ մեր գազամուղները լինելու են նեղ, որ մեր իսկանդիրները չեն կրակելու, որ մեր սպառազինությունը ավելի թույլ է լինելու, քան Ադրբեջանի սպառազինությունը, եւ որ մենք պարտավորված ենք լինելու անել այն, ինչ ասում է Ռուսաստանը, անկամ եթե այդ Ռուսաստանն ասում է, որ մեղրին պիտի միջանցք լինի։ Հասկանում է Լավրովը այդ առաջարկներն անելով, որ իր առաջարկածն այս է, միանշանակ ու ինքը շատ հանդուգներ պահում իրեն։ Հասկանում է սա Ռոբերտ Քոչարյանը, իհարկե։ Այդ դեպքում ինչու են առաջարկում, որովհետև իրենք հետապնդում են իրենց շահը, ոչ թե մեր ժողովրդի շահը։ Ռոբերտ Քոչարյանը հետապնդում է իր իշխանություն վերադառնալու շահը, միակ հնարավորությունը, ինչը կարող է ընձեռնվել Ռուսաստանի կողմից այստեղ նշանակելով, Ռուսաստանը հետապնդում է իր շահը Հայաստանը որպես ֆորտպոստ ունենալու առումով եւ համապատասխան իրավիճակներում սեփական երկրին պատերազմից զերծ պահելու խորությունները մեծացնելու առումով։ Ուրիշ բանի համար Ռուսաստանին Հայաստանը պետք չի, իր համար բացարձակ միևնույն է, տարածքում հայեր են ապրում, ադրբեջանցիներ, թե վրացիներ, կարևորը ֆորտպոստ լինի, որ այդ խորությունը պահի, որ պատերազմները չգան հասնեն Մազդոկ կամ չգիտեմ Ստավրոպոլի մարզ։ Բայց ընդհանուր առմամբ, պարոն Սարգսյան, դուք Լավրովի այցի եւ այստեղ հնչեցրած այդ հայտարարություններից նկատեցիք, որ երկու երկրների միջև Հայաստանի եւ Ռուսաստանի կա ցանկություն այդ լարվածությունը թոթափելու։ Բացարձակ, ես կարծում եմ, որ Լավրովը նախ շատ կոշտ պահեց իրեն, համարում եք ընդհանրապես 10 րոպե, 15 րոպե ժամանակ չգտավ գնալու Ծիծեռնակաբերդ զոհերի հուշարձանին ու ծաղկեպսակ ուղարկեց, այն դեպքում, որ գնաց ինչ-որ անկապ գրասենյակներ, ինչ-որ անհասկանալի տեղեր, հստակ ցույց տալով, որ մեր խնդիրն չի, որ մենք ձեր եւ Թուրքիայի մեջ լարվածության թուլացման կողմնակիցը չենք բացարձակ, հստակ ասած, որ Հայաստանին իրենք զենք չեն վաճառելու, այսինքն ասած այն գումարը, որ տվել եք զենքի դիմաց, մենք այդ կձևակերպենք այլ տեղով ու այդ կվերադարձնենք։ Այդ նշանակում է, որ այդ գումարի դիմաց զենք չենք տալու, այդ գումարը ուրիշ կերպ ենք փակելու, ասենք գազի դիմաց կամ այլ բանի դիմաց։ Դեմ խոսեց ֆրանսիական զենքին եւ մոտարապես ասածը դա էր, որ ֆրանսիական զենք չպիտի գնեք կամ եվրոպական դիտորդները այստեղ լավ չեն, հստակ ասած, որ խնդիրները պիտի լուծեն 3 գումարած 3 ձևաչափով, այստեղ շատ մեծ սուտ կա, որտեղ 3 գումարած 3 ձևաչափ չի եղել ընդհանրապես, եղել է 3 գումարած 2 ու Վրաստանը մշտապես այդ ձևաչափին չի մասնակցել, այսինքն իրենք Հայաստանին բերում են տարածաշրջանային կոնտեքստ, որում Հայաստանը ամենաթույլն է եւ Հայաստանին ճնշելու հնարավոր ու հեշտ տարբերակները այդ համատեքստում են։ Իրականում Հայաստանի փրկությունը արևմուտքում է, որովհետև ուզում եմ, որ մեր ժողովուրդը հիշի, որ 2020 թվականից սկսած 21 թվականին արդեն Ալիևը հայտարարում էր, որ Երկաթե Բրունսկով բացելու է Մեղրիի միջանցքը։ 23 թվականին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանությունից հետո իրենք ժողովրդի լեզվով ասած հավեսի էին ընկել եւ ասում էին, որ այդ ժամանակ էլ նորից միջանցքը բացելու են։ Եվ դրան կողմ էր թե Թուրքիան, թե Ադրբեջանը եւ թե Ռուսաստանը։ Իրենց մոտեցումները համընկնում են եւ ով էր որ թույլ չտվեց դա։ Բնականաբար Եվրոպան ու Արևմուտքը։ Եթե հիշում եք, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը հայտարարեց, որ մենք կօգտագործենք Միացյալ Նահանգների ձեռքում ունեցած ողջ շիկակազմը, եւ դրանից հետո գործընթացները կանգնեցին։ Այսինքն Միացյալ Նահանգները եւ Եվրոպան են տարածաշրջանում, այսինքն եվրոպական դիտորդներն են նաեւ այս տարածաշրջանում, որոնք թույլ չեն տալիս պատերազմ, որոնք հնարավորություն են ստեղծում խաղաղության փաստաթուղթ ձևավորելու եւ որոնք պահանջում են կամ ինչ որ առումներով Ադրբեջանին դրդում են, նաեւ Թուրքիայի միջոցով այդ փաստաթուղթը ստորագրել։ Բայց դա Բայդենի Ամերիկան էր։ Հիմա Թրամփի Ամերիկա եւ Թրամփի կանոններ կան։ Արդյոք Հայաստանն, այսպես ասած, տեղավորվում է այդ կանոնների մեջ եւ հակառակը։ Թրամփի Ամերիկան միանշանակ հաստատեց, որ ինքը Բայդենի Ամերիկայի ժամանակ ստորագրված ռազմավարական փաստաթղթի խարտիայի ստորագրումը համարում է իրեն, Բայդենը անհամբեր ասաց, որ անհամբեր սպասում են այդ ուղղությամբ Հայաստանի առաջարկներին ու քայլերին, դրանից ավել էլ ինչ ասեր Թրամփը։
Թրամփը ասաց, որ այդ փաստա իրենք անհամբեր սպասում են մոտավորապես մի ամիս առաջ։ Այս ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայում ստորագրված քայլերի Հայաստանի կողմից առաջարկին։ Ինչ քայլ պետք է անի օրինակ Հայաստանը։ Գիտեք, Հայաստանը պիտի հանդես գա իմ կարծիքով առաջարկությունների մեծ ցանկով, որը ես նաև առաջարկել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, հիմնականում առաջարկել եմ տնտեսական ոլորտի հետ կապված խնդիրներ, որովհետև կոմունիկացիոն խնդիրների հետ կապված Միացյալ Նահանգներն արդեն հետաքրքրված է, բայց բոլորիս աչքի առաջ Միացյալ Նահանգները հետաքրքրվում է բազմամետաղ հանքավայրերով, իսկ Հայաստանը նման հանքավայրեր ունի եւ ճշտված տվյալներ կան արդեն այդ հանքավայրերի գոյության առումով, պլյուս այդ բազմամետաղներից գոյություն ունեն մեր պոչամբարներում, Քաջարանի պոչամբարում, Կապանի պոչամբարում եւ բավականին լուրջ քանակությունների պաշարների մասին է խոսքը, այսինքն Հայաստանի իշխանությունները պիտի ձևավորեն խումբ, որում պիտի ներգրաված լինեն արտգործնախարարության աշխատողներ, պիտի ներգրաված լինեն գիտական ոլորտի աշխատողներ եւ պիտի ներգրաված լինեն կառավարության համապատասխան ուղղությունների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների եւ այլնի մասնագետներ։ Եվ այդ խումբը պիտի Միացյալ Նահանգներ գնա հետեւյալ առաջարկներով, որ մեր երկրում կան այս քանակության բազմամետաղներ կոնկրետ Քաջարանի պոչամբարներում եւ մենք առաջարկում ենք ձեզ այդ բազմամետաղ կորզել մեր պոչամբարներից ներդրում անել այստեղ։ Մենք պիտի առաջարկենք պերլիտի հանքավայրերի ճիշտ շահագործումը Հայաստանում։ Մենք պիտի առաջարկենք, ասենք, $100 միլիոն կարգի ներդրում անել բազատաթելերի ստացման ոլորտում, որը էներգետիկ առումով, էներգետիկ ոլորտում շատ կիրառելի է եւ Siemens ընկերությունը անսահման քանակությամբ գնում է այդ որպես մեկուսիչ, որը նաեւ չի այրվում, դա օգտագործվում է նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում, որպես զրահաբաճկոնների կիվիրային գլխարկների եւ այլի, դա օգտագործվում է նավաշինության մեջ, նավերի հիմնական իրանները հիմա դրանից են, մեքենաշինության մեջ 70%-ը դա է, իսկ 1 կիլոգրամ բազալտից 1 կիլոգրամ բազալտաթեր է ստացվում եւ Հայաստանը բազալտի շատ լուրջ պաշարներ ունի եւ Հայաստանի բազալտը իր որակով բավականին լավն է։ Նաեւ ես առաջարկություններ եմ անում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ազատություններ տան նաեւ կրիպտոարժույթին, որովհետեւ աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն անցնում են պետական բանկային համակարգով կրիպտոարժույթներ սեփական բաժնեմասում ունենալու։ Օրինակ 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ կրիպտոարժույթը բիտկոինը 80,000 էր, 1 բիտկոինը $80,000 էր։ Հիմա մեկ բիտկոինը $110,000, այսինքն եթե 3 ամիս առաջ մենք գնաց լինեինք բիտկոին, արդեն 1 բիտկոինի մեջ $30,000 շահած կլինեինք, իսկ սրանք լուրջ թվեր են։ Ավելին Հայաստանը էլեկտրոէներգիա է վաճառում Վրաստան եւ այդ էլեկտրոէներգիան վաճառում է $18, եթե ինքը այդ էլեկտրոէներգիան տա այստեղ կրիպտոարժույթի մայնինգ անողներին, այսինքն այդ աշխատացնողներին, այդ համակարգը դնողներին, ապա այդ շատ ձեռնատու կլինի։ Դա արդեն աշխատանք է, այստեղ արդեն ռիսկերը չկա։ Այսինքն պետք է կրիպտոարժույթի առումով մի քիչ թեթևացվի օրենսդրությունը, մասնավորապես Դուբայի օրինակով, օրինակ մեզ հարևան երկիր է ու շատ լավ է օգտվում։ Տեսեք, նավթային ռեսուրսներ ունի, առևտրային ծով, բայց ինքը այսօր մաքսիմալ օգտվում է կրիպտոարժույթից եւ երկրորդ նաեւ հնարավորություն տա մայնինգ անելու աշխատանքի։ Այսօր Հայաստանում շատ լավ գլուխներ, շատ լավ տնտեսագետներ ուղղակի գնում են Ռուսաստան, այնտեղ մայնինգ անելու, որտեղ պետությունը 5% շահութարկ է վերցնում, բայց այնքան էլ էժան էլեկտրոէներգիա է տալիս այդ մարդկանց, որ այդ մարդկանց ձեռնատու է լինում գնալ մայնինգ անել Ռուսաստանում։ Եթե այդ խնդիրը լուծվի Հայաստանում ու արվի Հայաստանում, այս դեպքում Հայաստանի օգուտները կլինեն շատ մեծ եւ այդ մասնակիցները ափսոսեն չեն լքի Հայաստանը։ Պարոն Սարգսյան, գալով վարչապետի հայտարարություններին, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը բավականին հաճախ է հայտարարում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինելու է խաղաղություն, պատերազմ չի լինելու։ Ըստ ձեզ, որտեղից Նիկոլ Փաշինյանին այդ վստահությունը կամ կուզեք լավատեսությունը եւ արդյոք դուք կիսում եք դա։ Այո, ես կիսում եմ այդ լավատեսությունը, խնդիրը ոչ թե փաստաթղթինն է, որը չեզոքացնի ընդհանրապես պատերազմի վտանգը, այլ խնդիրը նրանում է, որ նման փաստաթուղթը մեկ քայլ ավելին կլինի եւ դա ավելին է, քան որևէ փաստաթուղթ ստորագրված չի։ Փաստաթղթի հենքը լինելու է այն, որ Ալմատի հռչակագրով ճանաչված տարածքները երկու երկրները ճանաչում են ու այս խնդիրը դուրս է գալու ընդհանուր բանակցությունների համատեքստից։ Ինչու եմ համոզված, որ դա կստացվի, որովհետեւ
Այսօր արդեն բաց Թուրքիան հորդորում է Ադրբեջանին նման փաստաթուղթ ստորագրել, իսկ Թուրքիան հորդորում է Միացյալ Նահանգների միջամտությամբ, նույնը անում է նաև Միացյալ Նահանգները, թե նախագահ Թրամփի կողմից արվող հայտարարություններով, թե պետքարտուղարի կողմից արվող հայտարարություններով, եւ այս խնդրի լուծման համատեքստում է նաև Իրանի հետ տեղի ունեցող զարգացումները։ Այսինքն Ադրբեջանը հաշվարկում է, որ խնդիրները տարածաշրջանում Իրանի հետ էլ կապված գնում են լուծման եւ իրեն տնտեսական այնպիսի առաջարկներ են անում, որից հրաժարվելը ինչ որ տարածքների կամ ինչ որ ճանապարհի դիմաց, որը կարող է լուրջ պատժամիջոցների պատճառ դառնալ, դառնում է անիմաստ։ Տեսեք, Միացյալ Նահանգները այսօր արդեն Միացյալ Նահանգների նախագահն էլ հայտնել է, որ լավատեսություն ունի, մամուլում տարածվում են նաև լուրեր իսրայելական հետազոտական խմբերի կողմից, որոնք արդեն տարածվում են հրատապ, որ պատրաստ է որոշակի իրենց լեզվով ասած կորիզային համաձայնություն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային էներգետիկայի ոլորտում դրա ել ավել չզարգացնելու առումով եւ այդ առումով արդեն Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտ են համաձայնագիրը ստորագրելուն եւ այդ ստորագրելուն զուգընթաց նաեւ որպես բարի կյանքի դրսեւորում Թրամփը որոշակի պատժամիջոցներ մեղմացնելու է Իրանի համար։ Ավելին 3 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաեւ հայտարարություն տարածեց, որ Իրանը կոշտ վառելիքի հարստացման առումով երբեք ՄԱԳԱՏԷ-ի նորմերը չի խախտել, ինքը պահում է այդ եւ ճիշտ չի Իրանի առաջ նման խնդիր դնելը ընդհանրապես չհարստացնելու։ Եթե Իրանի հետ Իրան-Միացյալ Նահանգներ խնդիրները լուծվում են եւ այդ խնդիրների լուծման համատեքստում գալիս է Իրանի նկատմամբ որոշակի պատժամիջոցների թույլատում, այդ Հայաստանի համար ջեքփոթ է։ Ունենալու ենք բացարձակ այլ լավատեսական Հայաստան եւ այդ համատեքստում պատերազմ անել Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ դառնում է անիմաստ։ Այդ դեպքում է, որ Ալիևը շահագրգռված է լինելու խաղաղության համաձայնագիր ստորագրելու, դրա դիմաց արևմուտքից նաեւ տարանցիկ ճանապարհներ, էներգետիկ ոլորտում ներդրումներ եւ բազմաթիվ այլ խնդիրներ լուծված ունենալու առումով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր։ Երևանում անցկացվել է միջազգային FPV մրցաշար, որը մեկ վայրում համախմբել է ավելի քան 40 դրոն օպերատորի տարբեր երկրներից։ Մասնակիցներն ուժերն են փորձել 3 անվանակարգերում՝ սկսնակ, միջին եւ պրոֆեսիոնալ։ Ադրենալին ու տեխնոլոգիան մեկ տեղում են Յուքոմի շնորհիվ։ Մայիսի 25-ին Գազպրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիրում Յուքոմի աջակցությամբ տեղի ունեցավ Mini Whoop Drop Racing 2025 միջազգային FPV դրոնների մրցաշարը, որը կազմակերպվել էր Armdrone համայնքի կողմից։ Երիտասարդությունը ուզում է տեխնոլոգիական հիմքերը զարգացնել եւ հատկապես կաչալերի այնպիսի հարաբերություններ, որտեղ արտաքին կապերը կզարգացնեն եւ տեխնոլոգիան կզարգանա Հայաստանում։ Իհարկե պետք է հետևողական լինենք, պետք է կաչալերենք, պետք է մոտիվացնենք, ընդամենը պետք է երիտասարդները զգան, որ իրենց մեջ կա կանգնած կաչալերով, կանգնած ոգևորով եւ իրենց համար աշխարհը անսահման գտարնա։ 11-ից 60 տարեկան ավելի քան 40 դրոն օպերատոր, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելարուսը եւ Ղազախստանը։ Նրանց թվում կային թե սկսնակներ, թե միջազգային փորձ ունեցող պրոֆեսիոնալներ։ Մրցույթը անցկացվեց 3 անվանակարգով՝ սկսնակների, միջին եւ պրոֆեսիոնալ մակարդակների համար։ Մեր հովանավորների շնորհիվ կարողացել ենք ավելի մասշտաբային միջոցառում անցկացնել, առանձնահատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Յուքոմ ընկերությանը, մեր գլխավոր հովանավորին, առանց որի այս միջոցառումը չէր լինի այնպիսին, ինչպիսին այսօր կա։ Մրցարշավը նպատակ ուներ զարգացնել FPV դրոնների սպորտը, բարձրացնել ԱԹՍ-ների իրազեկվածությունը եւ խթանել երիտասարդների ու մասնագետների ներգրավվածությունը ոլորտում։ Գևորգն 12 տարեկան է, սակայն դարձավ հաղթողներից մեկը։ Ես փորձ ստացա, այսինքն առաջին մրցույթն էր, շատ է անհանգստանում, բայց կարողացա եւ հաղթեցի։ Ես սիրում եմ այս սպորտը, որտեղ դա ինչ որ թռիչքային ոնց որ ազատություն է տալի, որ ակնոցները դնում եք, արդեն
ոնց որ ուրիշ աշխարհ եք մտնում, մոռանում եք ամեն ինչից։ Մրցարշավի արդյունքում մյուս անվանակարգերում առաջատարներն էին Լևոն Կարապետյանը եւ Դանիել Տոլստոխովը։ Հյուքոմի հատուկ մրցանակը Ռոբերտ Մաղդուսյանին հանձնեց ընկերության գլխավոր տնօրեն Ռայֆ Իրիկյանը։ Հայ մասնակիցները կշարունակեն իրենց մրցարշավային ուղին Վրաստանում կայանալիք միջազգային փուլում։ Պիպսիմե Ավակյան, Հորիզոն։ Շանթի եթերում լրատվությունն այսօր այսքանն էր, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։